Նախ պարոն Ծառուկյանի հետ կապված ընդդիմադիր ուժերը հայտարարություն արել են եւ հանրապետական կուսակցությունը միացել է այդ հայտարարությանը եւ դա մենք որակել ենք որպես քաղաքական հաշվեհարդար, քաղաքական ռեպրեսիա պարոն Ծառուկյանի նկատմամբ, սա առաջինը եւ սա ակնհայտ է, որ յուրաքանչյուր բանականություն ունեցող քաղաքականության հետ որևէ աղերս ունեցող մարդու համար ակնհայտ է, որ կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի նկատմամբ տեղի ունեցածը դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական ռեպրեսիա եւ հաշվեհարդար։ Սա ակնհայտ է։ Երկրորդը, որի մասին ուզում եմ խոսել, Հայաստանը շատ բարդ իրավիճակում է, ես կասեի, ջրբաժանի առաջ է, եւ ով որ չի գիտակցում, ուզում եմ ասել, որ Հայաստանը կանգնած է պետականության այն վերջին աստիճանի վրա, պետականության կորուստի։ Ինչու, տեսեք, Ադրբեջանը այս տարիներ շարունակ Հայաստանի իշխանություններին պահանջներ է ներկայացնում։ Հայաստանի իշխանությունները կատարում են։ Ադրբեջանի պահանջները ավելի են շատանում։ Հիմա տեսեք, Ադրբեջանը այս վերջի պահանջը դա որն է, անկլավներն են, ադրբեջանցիների վերաբնակեցումն է, բայց ամենառաջինը սահմանադրության նոր սահմանադրությունը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը կհրաժարվի իր անձնագրից, իր ծննդակարգից, դա անկախության հռչակագիրն է, որտեղ չի լինի ոչ մի հեղում, ոչ ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ոչ Արցախի հայկականությանը, ոչ եկեղեցու բացառիկությանը, եւ բնականաբար, եթե դա հանում ես, տակ ինչ է մնում, ոչ թե Հայաստանի Հանրապետություն բովանդակությամբ, այլ թուրքական վիլայել կամ Էրմենիստան։ Հիմա բոլոր այն ուժերը, բոլոր այն քաղաքական գործիչները, բոլոր այն քաղաքական առաջնորդները, ովքեր իրականացնում են ազգային պետության պաշտպանման քաղաքականություն եւ դեմ են Ալիևի կողմից հնչեցված եւ սրանց կողմից իրականացվող քայլերին, շինց ու գործերով բռնադատվում են։ Ես այս իշխանությանը որակել եմ որպես նեոբոլշևիկյան իշխանություն։ 20 թվականին հետո 1920 թվականին բոլշևիկները եկան իշխանության եւ դատապարտեցին առաջի հանրապետության երևելիներին, բացեք նայեք, Հովհաննես Կաչասլունի, Դանիել Բեկ Փիրումյան, Պողոս Բեկ Փիրումյան լիքն են, մենակ 1600 սպասը կալանավորվել է։ Այս իշխանություններ բոլշևիկների օրինակով բոլոր այն գործիչներին, ովքեր որ խանգարում են իրենց պլանների իրականացմանը, կալանավորումա, պիտակավորումա։ Պլյուս դրան, կա նաև այլ խնդիր։ Ըստ մեր սահմանադրությամբ ու առհասարակ ըստ միջազգային օրենքի, սեփականության իրավունքը դա պետք է պաշտպանված լինի։ Առանց դատի, դատաստանը մենք տեսնում ենք օրը ցերեկով ոչ միայն պարոն Ծառուկյանի դեպքում, մարդը դու ընդամենը քաղաքական ուժի մեկի ղեկավարն ես, որը մասնակցում է ընտրություններին, դու հրահանգ ես տալի, ուղիղ եթերում ասել սրան եմ բոմբ ծրակելու, սրան եմ ունեցրեկելու, սրան եմ մեզ խլելու, նրանք խելոք կատարում են։ Ես լուծումը միշտ ասել եմ, ես որ լուծումներ ինքս պատրաստ ունենայի, կգայի կանեի, չէի սպասի։ Իմ միակ պարզապես որպես ղեկավար քաղաքական գործիչ կարող եմ ասել, որ մենք օրինակ հունիսի աչինած անիմաստ ասում, զատկից հետո ներկայացնում ապեր, բայց ամսի 7-ի գիշերը, երբ որ մենք տեսանք, առհասարակ հասարակությունը տեսավ, որ նախ Բարգավաճ Հայաստանի ձայները արդեն գողանում էին։ Երկրորդը տեսան, որ մինչև կենտրոնական անձնական հանձնաժողովի պաշտոնապես ամփոփումը ուժեղ ուժի ղեկավարը, վարչապետը, պաշտոնակատարը հայտարարեց իրեն հաղթող։ Ես կարծում եմ միակ տարբերակը այն է, որ պետքա անհնազանդության օրինական փողոցային ակցիաներ անել։ Սա է տարբերակը։ Ես ասեմ, ես երկարամյա պետական գործիչ եմ եղել։ Հավատացեք, երբ որ նույն Բարգավաճ Հայաստանը, ՀԱԿ-ը, այն ժամանակվա ընդդիմությունը մեր դեմ միտինգ էր անում, այնց չթվա, ես կարող ասես վստահ երևում, բայց այնց չի։ Աթոռը տակը շարժում է, երբ որ ընդդիմությունը փողոցները լցնում է։ Հիմա եթե մենք ամբողջ ընդդիմությամբ համախմբվենք ու ակցիաներ անենք, ես չեմ ասում Նիկոլ Փաշինյանը վեշերը վեկալելու է, գնալու է, բայց չի կարելի Նիկոլ Փաշինյանի ռեժիմին թույլ տալ այս կոմֆորտ վիճակում ամեն ինչ անել։ Մանավանդ եւ երրորդ ամենակարևոր բանը զզվելին կամ միջազգային հանրության եւ եվրոպական կառույցների կոչվածի լռությունն է։ Լռությունը եւ ակնհայտ է, չէ՞ մի բան էլ հռետորական հարց տամ։ Ոնց էր 18 թվականին Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ պարոն Ծառուկյանը խոշոր սեփականատեր էր։ Հիմա հենց իրականացնում է քայլեր, որը իրենց թիմքին չեն համապատասխանում կամ հարիր չեն կամ իրար դուր չի գալիս, դառնում են բան։
Պարոն Ծառուկյանը քաղբանտարկյալ, Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալը, չալա բոլոր մեջ այդ նստած տղեկը բոլորը իրաց քաղաքական գործունեության քաղաքական բանտարկյալն ով է, նա որ քաղաքական գործունեության համար, խոսքի համար, իր գործունեության համար ազատությունից զրկվում է։ Կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում սա դա է։ Մեր կուսակցությունն էլ հանրապետականը դա հայտարարել է։ Պարոն Շարմազանը դեր նշած իրականությանը զուգահեռ մենք տեսանք մեդալի հակառակ կողմը պարլամենտ անցած ընդդիմությունը վերցրեց իր մանդատները եւ կարծես թե հաշտ էր այն իրողության հետ ինչը որ կատարվեց եւ դեռ ավելի շատ ընդդիմությունը ձեզ է քննադատում, հանրապետականներին է քննադատում, որ դուք եք պահում Նիկոլ Փաշինյանին, դուք եք բերել մեղքը դուք եք։ Հանրապետականները մասնակցեցին ընտրություններին, բայց մեղավորը իրենք են։ Տեսեք, ես հիմա տեսեք երեխեք։ Մենք այդ հարցերի մասին շատ ենք խոսել։ Ես հիմա կարծում եմ դրա վրա իրավունք այդ հիմարությունների վրա կարիք չկա կենտրոնանալու։ Մանդատների վերցնելու։ Իսկ մանդատների վերցնելու գործընթացի վրա ես ասել եմ, կարելի է մանդատ վերցնել ոչինչ չանել, կարելի է մանդատ վերցնել շատ բան անել, կարելի է մանդատ չվերցնել ոչինչ չանել, կարելի է մանդատ չվերցնել շատ բան անել։ Այսինքն մանդատը չի պայքարին խանգարողը, մանդատը պայքարին վնաս չէ, ոնց որ Ջիվանին էր ասում։ Հիմա մենք պետք է հասկանանք, ամեն ինչ այս ծրագրի է։ Իմ մոտ դες տպավորությունն է, որ մենք մեկ բոլորս Արգենտինայի հավաքականի մարզիչի օրն ենք ընկել Սկալոնի, որ պլան B չուներ, կարմիր քարտը Էնցո Ֆերնանդեսը ստացավ, պլան B չուներ։ Հիմա դե դա եմ ասում էլի։ Հիմա մենք պետք է կարողանանք այստեղ մի բան կա, երեխեք ջան, սա զուտ քաղաքական հարց չի։ Սա մեր պետության խնդիրն է։ Այս իշխանությունը գնում է, սա խնդիրը ոչ Ծառուկյանի ազնա, ոչ իմ ազնա, ոչ եմ մեկի, ոչ եմ մյուսի։ Իհարկե դա շատ կարևոր է։ Բայց ես գաղափարի համար եմ ստեղ։ Որովհետև այն մարդիկ, որոնք որ պաշտպանում են Հայաստանի անկախության հռչակագիրը, նրանք իմ համար հայրենասեր մարդիկ են եւ իմ համար Հայաստանի պետության ջատագովներն են։ Այն մարդիկ, ովքեր որ Հայաստանի անկախության դեմ են գնում եւ անկախության հռչակագրի դեմ են գնում, նրանք տեղ չունեն քաղաքական դաշտում։ Իսկ ինչ պետք է անել, պետք է համախմբվել, պետք է առաջնայինը երկրորդականից տարբերել եւ գնալ, ոչ թե պետք է ընդդիմություն դառնալ, այլ պետք է հավաքվել, քննարկել եւ ինչպես Նեշլերն ասել, ոչ հյուսիսից սպասել, ոչ արևմուտքից, ոչ արևելքից, ոչ էլ հարավից։ Նեշլերն ասել է, մեր դժբախտությունների պատճառը նախ եւ առաջ մենք ենք, մեր փրկությունը մեր մեջ է։ Դրա համար տարբերակը որն է, պետք է պայքարել, բայց իմաստավորված պայքարել, իմաստավորված։ Մենք էլ այդ կոչ եմ անում մեր հանրությանը, ժողովուրդ ջան, այդ վախի մթնոլորտից դուրս եկեք։ Ու շատ քաղաքական դերակատարների էլ, հələ խոսեք, ամոթ է։ Իսկ բարոյական առումով, ինչ ասեմ, ես տեսել եմ էլի, չնայած ես 18 թիվ եմ տեսել, ոնց եմ մի օրում Սերժ Սարգսյանին ուրացել, Ծառուկյանին էլ կուրանան, ինչ ասեմ։ Շարունակում եք 3 բարձրացրել, որ կաթողիկոսին չեն հրավիրել ազգային ժողովին։ Ինչի սպասում ենք, որ հրավիրելու էին։ Ամեն դեպքում դա կա։ Ինչի որ հրավիրեն գնալու է։ Իսկ կաթողիկոսին Ավազանի անունով դիմում են։ Չեմ ուզում կրկնեմ, դա հոգևորականի համար քրիստոնեական աշխարհում ամենամեծ վիրավորանքն է։ Եթե աշխարհում մեզ հազար ներողություն, սրբություն հայհոյեն, դա նույն բանն է, ոնց որ կաթողիկոսին կամ որևէ սրբազանի, որևէ հոգևորականի Ավազանի անունով դիմեն։ Առավոտից Նիկո Ավազանի անունով դիմել են, ասել է պետք է եկեք, ես չեմ դուք աղջիկ ես ամաչում եմ ձեր մոտ բաներ խոսամ, ինչ ասես ասել են։ Սաղ թիմը իմ ասում է կաթողիկոսին պետք է հրավիրեն։ ՔՊ-ն իր ծրագրում գրել է, որ կաթողիկոսին պետք է հանի, ու այդ կաթողիկոսին ինքը պետք է հրավիրի։ ՔՊ-ից ով որ ազգանվեր, հայրենասիրական, պետականամետ բաներ է սպասել, ինքը կամ քաղաքականությունից կիլոմետրով հեռու է, կամ էլ իրականության հետ կապերը խզել է։ Եվ ես կրկնում եմ, ասիքի եթե վեհապարին հրավիրեր ինքը գնալու է։ Կարծում եմ ոչ։ Եթե դու վիրավորում ես, իհարկե մենք քրիստոնեական աշխարհում դու պետք է ներողամիտ լինես, բայց ներողամիտ լինում են նրանց հանդեպ, որ ներողություն է խնդրում։ Եթե մարդը ներողություն չի խնդրում, ասում է լավ եմ արել։ Ու քիչ եմ արել։ Եվ հայրասիրության դրսևորում ցուցաբերում է Նիկոլ Փաշինյանը։ Ով։ Նիկոլ Փաշինյանը։ Ես Նիկոլ Փաշինյանի անձի դեմ խնդիր չունեմ։ Ես Նիկոլ Փաշինյանի հակապետական ու հակազգային քայլերի դեմ ունեմ։ Ես առհասարակ իմ ամբողջ քաղաքական կեսագրության մեջ երբեք որևէ անձի դեմ չեմ ունեցել որևէ խնդիր։ Ես ունեմ գաղափարական պայքար։ Ես ասել եմ, իմը գաղափարական պայքար է։
Իմ համար, իմ բամբուշ քաղաքական պայքարի հիմքը եղել է Արցախի ինքնորոշման իրավունքը, Արցախի հայկականությունը, ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ նաեւ հանրապետական կուսակցության։ Հանրապետական կուսակցությունը դա ծնունդ է անկախության շարժման։ Աշոտ Նավասարսյան, Անդրանիկ Մարկարյան, Ռազմիկ Զոհրաբյան, հետո Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան, դա է մեր կենսագրությունը։ Եվ նրանք իմ գաղափարի դեմ են դուրս եկել։ Ես անձի դեմ խնդիր չունեմ, ես երբեք ոչ ընտանիք եմ մտել, ոչ ազնական եմ մտել, ինչպես պարոն Ծառուկյանն էր ասում։ Չէ՞ դա մեր կլասի խնդիր չի, դա չի կարելի մարդ մտնի անձնական դաշտ, չեմ ասում ընտանիք։ Խնդիր կա է գաղափարական բանավիճենք։ Այս մարդիկ իմ համար անկախության հռչակագիրը օգոստոսի 23-90 թվականի, ովքեր որ պաշտպանում են անկախության հռչակագրի ջատագով են, անկախ նրանից թե ինչպիսի վերաբերմունք ունեն իմ նկատմամբ, իրանք իմ համար գաղափարական դաշնակիցներ են։ Նրանք ովքեր որ դեմ են անկախության հռչակագրին եւ իրականացնում են Իլհամ Ալիևի պատվերները կամ Էրդողանի կամ Արևմուտքի, բնականաբար գաղափարական հակառակորդներ են։ Բայց նրանց հանդեպ նույնպես ես չունեմ ազնական որևէ դրդապատճառ։ Ես ազնական, ընտանեկան չի կարելի։ Մենք խալքի ընտանիքի վանձ հետ ինչ գործ ունենք։ Մեր գաղափարականն է, քաղաքականն է։